24 TV շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը Անահիտ Ադամյանը։ Բարև ձեզ, Տիկին Ադամյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր գալու համար։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար։ Խոսենք այնինչ տեղի ունեցավ Ավետիք Չալաբյանի հետ, կալանավորվեց նա եւ մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստություն է իրականացրել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ իշխանական լիազորությունների օգտագործմամբ։ Նաեւ դրանից առաջ խոզարկություններ էին իրականացվել ձեր տանը, արգրավել հեռախոսը եւ հետո արդեն ձերբակալեցին, հետո կալանավորեցին։ Ինչ նպատակ ունեն այս գործընթացները կարծում եք ընտրություններից հետո։ Ինձ թվում է այդ ամբողջ գործընթացին նաև եթե նայեք ժամանակացույցը երբ ինչ է տեղի ունեցել, այսինքն կարծում եմ այդ ամեն ինչը նախապես ծրագրավորված, պլանավորված էր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ավետիքի նման ակտիվ քաղաքական խոսող եւ բավականին սուր խոսք ունեցող քաղաքական գործչին պետք է այդ ժամին կարողանան արագ կալանավորեն եւ քաղաքական դաշտից չեզոքացնեն։ Եթե չեմ սխալվում, այդ ձայնագրությունը, այսպես ասած, որը հայտնվել էր ինչ-որ անհայտ աղբյուրից, սկսել է շրջանառվել պրոիշխանական Telegram մենեջերի միջոցով, հենց ընտրություններից կարծեմ մի քանի օր առաջ էր ի հայտ եկել, դրանց հետո բավականին համարյա 2 շաբաթ ոչինչ տեղի չէր ունենում եւ հանկարծ հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ նիստից հետո եւ համանդրական դատարանի նիստից առաջ Ավետիքին շտապ կալանավորեցին։ Ես կարծում եմ այդ ժամանակ արդեն պարզ էր, որ նա չէր լռելու, որ լինելով վստահված անձ, լինելով ակտիվ մասնակից ամբողջ գործընթացի շատ ակտիվ դեր պիտի կատարեր, այսպես ասած, որոշեցին իրեն այս պայծրությամբ իրեն գոնե չեզոքացնեն դաշտից։ Խոզարկությունը շատ ձևական բնույթ ուներ, ես կարծում եմ եկել էին ձերբակալելու, բայց սկզբից այս խոզարկությունը ձևական արեցին, տնով անցան, նույնիսկ այնտեղ ինչ-որ համակարգիչներ կան, որ ոչ էլ ստուգել են, ոչ էլ հարցրել են, իմ նեին երկու համակարգիչ ունեի, ուղղակի հեռախոսը արգրավեցին ու ասացին վերջ հիմա ձերբակալում ենք։ Նպատակը ասում եք այն էր, որ լռեցնեն, դա էր, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ընտրություններից հետո կալանավորումներ, ձերբակալություններ, մեծ քանակությամբ, այո, շղթայական գնում է։ Ինչպես որ Փաշինյանը իսկապես ասել էր ընտրություններից առաջ Քարոզարշավի ժամանակ։ Ես այսօր այն տպավորություն ունեմ, եթե մարդ, ասենք, մտնում է անդիմադիր դաշտում որպես քաղաքական գործիչ լինելու նպատակով, թե ինչ որ մեկը ուզում է քաղաքական դիրքորոշում ունենա ակտիվ, պիտի պատրաստ լինի գոնե 2 ամիս բանտում նստել։ Ես ինչքան արդեն իմ շուրջը գտնվող ընդդիմադիր գործիչներ կա, մենք անդադ ասենք, երբ որ քննարկում ենք, նույնիսկ դրա մասին ենք խոսում, հա, ասենք, որ մեկը պատրաստ է, իրերը հավաքած է, վերջերս Լիդիան հրապարակել էր ցուցակ, թե ինչը պետք է, որ ձեզ կալանավորեն։ Այսինքն ինչ իրեր պետք է ունենաք ձեր հետ տանելու համար, ու բոլորը շատ լուրջ քննարկում էին այդ ցուցակի տակ, թե հա, իսկ սա կարելի է, սա չի կարելի։ Այսինքն մենք այդ վիճակին ենք ասել, որ բոլորովին, չգիտեմ, սովորական նորմալ մարդիկ քննարկում են թե իրենց բանտում իրենց ինչ պետք է դա։ Ու այս ընդհանուր վախի մթնոլորտը նպատակ ունի այս իշխանության համար, ովքեր վերարտադրվելու համար բոլոր խոչընդոտները այս պայծրությամբ գոնե չեզոքացնել, հա, մինչև տենց ավելի հանդարտվի ու իրենց ավելի ապահով։ Բայց ինչ խնդիր են տեսնում։ Վերընտրվել են եւ ինչ վտանգ են իրենք տեսնում, որ ուզում են իսկապես այնպես անել, որ ինչպես դուք եք ասում, չեզոքացնեն վտանգները։ Իսկ նա իրենց հոգու խորքում հասկանում են, որ չեն վերընտրվել։ Փաստացի չեն հավաքել 50%-ից ավել ձայն, նույնիսկ բոլոր իրենց մեթոդները կիրառելով եւ վարչական ռեսուրսը եւ բանակը եւ այդ նույնիսկ այդ ընտրատեղամասերում զինվորականներին բերելով քվեարկելու, պարզ է, որ զինվորականները չեն գալիս, չեն ընտրում դիմադիրներին, իրենց հստակ ուղղորդում են թե ում պետք է ընտրեն, եւ դրանից հետո իրենք հավաքում են 50%-ից քիչ ձայն, հոգու խորքում իրենք հասկանում են, որ ժողովուրդը իրենց վստահություն չի տվել, իսկ իրանք ունեն դեռ մեծ անելիքներ, խոստացել են եւ սահմանադրություն փոխել, եւ չգիտեմ, եկեղեցու դեմ պայքարել, այսինքն այդ ամեն ինչի համար պետք է գոնե վերահսկելի միջավայր ստեղծել, ընդդիմադիրներին այս պայծրությամբ վախեցնել գոնե այն ուժերին, որոնք պատրաստ են, որոնք միգուցե չեզոքեն, բայց մտածում են, որ իրենք իրենց էլ դուր չի գալիս այս իրավիճակը, հա։ Այդ ներքին անվստահության երևի դրսևորից մեկը, վախի դրսևորից մեկը այս ընդհանուր բռնաճնշումներն են։
Եվ դու կարծում եք նպատակին կհասնեն, թե ոչ այսպիսի գործողություններով եւ կարողանան լրացնել ընդդիմությանը, որովհետեւ փաստորեն ծրագիրն այնպես է, որ եթե լիդերներին կալանավորում են, ապա կկարողանան լրացնել մյուսներին։ Բավականին մեծ թիվ է, փաստորեն ընդդիմությունը 600,000-ից ավելի ձայն է հավաքել եւ նաեւ ոչ միայն փաստորեն այստեղ խնդիրը լիդերներն են կամ կազմակերպիչները կամ այն մարդիկ, ովքեր երևում են հանրային տիրույթում, այլ նաեւ քաղաքացիներն են այս դեպքում վտանգի տակ այն առումով, որ փաշեն ասում ինչպես կարող են գնալ եւ ընտրել այդ մարդկանց։ Բայց եթե դրա մասին մտածենք, ասենք ամբողջ Երևան քաղաքում Փաշինյանը ամենացածր, ասենք ցուցանիշներից մեկն է ստացել ընտրության արդյունքում, մանավանդ որոշ ընտրատեղամասերում, ընտրատարածքներում ընդհանրապես շատ ցածր է, հա։ Դա ինչի մասին է խոսում, որ իրեն չեն ընտրում, այսինքն այն մարդիկ, ովքեր կայացած են, որոնք իրենք կյանքում ասենք հաջողություններին հասել, չեն գնում եւ չեն ընտրում այդ քաղաքական ուժին։ Իրանց համար դա շատ մեծ խնդիր է։ Հիմա արդյոք իրենք կհասնեն իրենց նպատակներին, տեսեք, բոլոր բռնակալները գնում են նույն ճանապարհով։ Սկզբից իրենք փորձում են փոքր ինչ-որ ուժերով, հետո ավելի մեծ, որովհետեւ ամեն անգամ հանդիպում են նորանոր դիմադրության նոր օջախների եւ դիմադրությունը գնալով աճում է։ Այսինքն մի կողմից եթե դու ավելացնում ես ճնշումը, մյուս կողմից նաեւ հակադարձ ուժերն են, հա, սկսում ասենք իրենց դիմադրություն ավելանում։ Ես չեմ կարծում, որ դա կհասնի իր արդյունքների, որովհետև պատմությունը միշտ ցույց է տվել, հա, որ բոլոր բռնապետերը իրենց իշխանությունը վերջանում է այնպիսի իրավիճակներում, որը ուղղակի ժողովուրդը ապստամբում է կամ ասենք թե ամնիչական շրջապատն իսկ դիմադրում է այդ ճնշմանը ու վերացնում այդ բռնապետությունը։ Նույն Ավետիքի վերջին հարցազրույցներն էին նայում, ինքն դրա մասին էր պատմում, օրինակ նույն Ստալինը 53 թվականին երբ ինքը մահացավ, իր ամիջական շրջապատը ուղղակի իր ամբողջ այդ բռնաճնշման մեխանիզմը վերացրեց։ Իրենք հենց տեղում իրենք կազմակերպեցին այն համակարգը, որը ստեղծված էր։ Բայց նկատելի է, որ Փաշինյանը այն Փաշինյանը չէ, ինչ որ կա 2018-ին, 21-ին ավելի վճռական է գործում եւ քրեական գործերի մասով նաեւ, այսինքն հնարավոր է, որ ավելի մեծ զարգացումներ գնան այս ճնշումները, ավելի հեռուն գնան, ավելի մեծ շրջանակ ընդգրկի եւ անընդհատ վերընտրվելով նա ամրապնդում է իր դիրքերը եւ ավելի մեծ լիազորություններ է ստանում ավելին անելու եւ գործերը եւ նկատելի է, որ չկա այդ միջազգային հանրության կոչված կամ միջազգային իրավական ոլորտի ներկայացուցիչների հակազդեցությունը, հայտարարություններ, այսինքն զսպող մեխանիզմներ իրեն այս պահին չկան։ Չկան արտաքին զսպող մեխանիզմներ, դա ճիշտ եք ասում, չնայած իհարկե այստեղ երևի միանշանակ չի կարելի ասել, կան ասենք նույն միջազգային կազմակերպություններում կան տարբեր ուժեր, որոնց մի մասը կարող է լինել պրո այս հիմնական ուղղությանը, որը Եվրոպական միությունն է տանում, միգուցե այլ երկրներ, որը այս պայծրությամբ ոնց որ գործում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահից ելներով, բայց կան նաեւ այլ ուժեր, որոնք դրան դիմադրում են, նույնիսկ Եվրոպայի ներսում կան ուժեր, որոնք այդ ընդհանուր պլանին ուղեգրի համաձայն կամավորներ, որոնք կան եւ պատկամավորը եւ ընդհանուր քաղաքական ուժեր։ Այն է, որ լռեն այս պահին, չէ, ժամանակավոր, բայց աչք փակեն։ Տեսեք, մի մասը մեծամասնությունը հաստատում է, որ աչք փակեն, բայց կա այդ փոքրամասնությունը եւ նրա վրա պետք է ասել, որպեսզի իրենք իրենց ձայնը բարձրացնեն, որտեվ ի վերջո նույնիսկ Եվրոպան, որը ունի ինչ-որ քաղաքական նպատակներ, հա, մեր տարածաշրջանում, բայց նա չի կարող բացարձակ բռնապետի սատարել, հա, իրենց կողմից էլ ինչ-որ հարցեր են տրվում, ու իրենց էլ են հարցեր տրվում, ասում եք, ինչ իրենց այդ նույն քաղաքական գործիչներին, որոնք Եվրոպայում են աշխատում, իրենց հարցները ասում են, դուք ժամանակին սատարել եք իրենց էլ են հարց տալ, իրենց ընտրողները հարց տալ են, դուք ինչի եք գնացել բռնապետության սատարել, հա։ Մենք դες դրա համար չենք ընտրել։ Դուք եվրոպական արժեքները ժողովրդավարության մասին խոսելով, հա, բայց փաստացի անում եք հակառակը։ Դա մի կողմից, երկրորդ կողմից, ասենք Հայաստանում գիտեք, որ բանտերում արդեն տեղ չկա։ Արդեն նույն կալանավարերը լիքն են, արդեն մեզ պատմում էին, որ այդ եթե գիտեք բրասլետները այսպես կոչված, հա, այդ վերահսկող, իրենց քանակները վերջացել են, նոր պատվերներ են անում, որտեղ մարդկան ուղղակի չի հերիքում, որպեսզի այս ամբողջ դիմադի դաշտը մենք շարունակել վերահսկել։ Ու դրա հետ զուգահեռ մենք տեսնում ենք, որ աճում է, ասենք, քաղաքական բանտարկյալների, քաղաքական հալածյալների քանակը, դրան զուգահեռ աճում է հանցագործությունների մակարդակը, հանցագործության։ Մենք ամեն օր լսում ենք, որ ստեղ ինչ-որ մեկը կռիվ եղավ, սպանեցին, այդ վեդիի ահավոր դեպքերը մանկապոկցության, որոնք ուղղակի չէին հետաքննվում, հա, 6 ամիս անցնելուց հետո լրագրողների ճնշման տակ նոր այդ, ասենք, հանցագործներին սպանություններ, վերջերս սպանություններ, ասենք Երևանում, այլ քաղաքներում, որոնք արդեն դարձել են սովորական, որը երբևիցե Հայաստանում նման հանցագործության նման մակարդակ չի եղել, ես երբևէ չեմ մտածել, չեմ վախեցել երեկոյան, ասենք, չգիտեմ, փողոց դուրս գալ, հիմա ես անդադ մտածում եմ, որ միգուցե արդեն վտանգավոր է։
Այսինքն ամբողջ ուժը ներդրված է ընդդիմության վրա եւ կենտրոնացումը հենց նրանց վերահսկելու համար է, ինչպես դուք եք ասում, նաեւ այդ բրասլետ կոչվածը նաեւ նրա համար է, որ վերահսկողություն ծավալեն, թեկուզ կալանքից հետո երբ որ նրանք վարչական վերահսկողության տակ են, այսինքն իրական հանցագործությունը չի վերահսկվում, բայց քաղաքական ազատ խոսքը, քաղաքական ակտիվիզմը դա դարձել է փաստացի մեր երկրում հանցագործություն։ Ու այդ մարդկանց նորմալ առանց որևէ ապացուցված մեղադրանքի, առանց իրավախախտումն իսկ այդ մարդիկ չեն։ Պարտադիր չէ որ ինչ որ նույնիսկ չգիտեմ հանցան գործած լինեն, իրենց ուղղակի վերցնում են, տանում են, իսկ հետո ասում են դե մի բան կմտածենք, հետո այդ քրեական գործում կգրենք, եթե չստացվի գրել, դե լավ էր կողմից հետո բաց կտանենք։ Այսինքն այդ մարդու կյանքից, այսինքն այդ ժամանակին խլում են, բայց բոլորովին անպատասխան ու հենց այնպես։ Հիմա ընդդիմությունը վտանգ է Փաշինյանի իշխանության համար, թե այն օրակարգի համար, որ պետք է այստեղ իրականացվի, այն ծրագրերի, այն գաղափարախոսությանը, որ փորձում է ներդրվել այստեղ։ Եվ արդյոք միայն Փաշինյանի համար է ընդդիմությունը վտանգ կարծում եք։ Ես կարծում եմ, որ դրանք ոնց որ իշխանությունը եւ իր ծրագրերը ոնց որ միասին են գնում այս պայմանությամբ, եթե քանի որ Փաշինյանն իր ծրագրում հայտարարել է թե ինչ է պետք անի, եթե հաղթի, եթե դառնա իշխանություն, բարձր որ եթե քանի ինքը իշխանության է, այդ ծրագրերի դեմ պայքարողը նաեւ պայքարում է իր իշխանության, իր խմբի դեմ, հա, քաղաքացիական պայմանագրի դեմ, թե այլ ուժերի հետ կապված ինձ մի քիչ բարդ է պատասխանել, ես երևի քաղաքական վերլուծաբանի, այսպես ասած, ինչ են վերագրի, որ կարող եմ վերջնական այդ բոլոր վերլուծությունները տալ, բայց ինչ որ տեսնում եմ, որպես Հայաստանի քաղաքացի, հա, որպես հայրենասեր մարդ, փորձում եմ այդ վերլուծությունների հիման վրա իմ կարծիքները ձևավորել։ Դու կարողանում ես տեսակցել Ավետիք Չալաբյանին։ Չէ, այս պայմանությամբ բոլոր տեսակցությունները փակ են, падգամավորների համար փակ են, ընտանիքի անդամների համար փակ են, ես եւ երեխաները չեն կարողանում իրեն տեսնել։ Մենք կարող ենք օրը մի քանի րոպե խոսել հեռախոսով, այնտեղ բաց հեռախոսակապ կա, որում շփվում ենք։ Իսկ պայմաններին ծանոթ եք, ինչ վիճակ է, փաստաբաններն ինչ են ասում։ Քանի որ Ավետիքը արդեն երկրորդ անգամ է այդ բանտում, Արմավի քրեակատարողականն է, ես ինչքան որ գիտեմ, դա բավական փոքր սենյակներ են, կարծեմ 12-40 մետր կամ նման մի բան, որում 4 կալանավոր է, ու ընդ որում ասում եմ, բանտելիքն է։ Այնտեղ մեծ քանակությամբ քաղաքական կալանավորներ կան, Ավետիքը դրա մասին ասել էր։ Ընթացիկ խնդիրներ մենք չենք տեսնում իր համար ասենք, բայց ընդհանուր իրավիճակը այն որ մարդու կյանքը ոնց որ խաթարված է, ինքը ոչ մի իր ակտիվ գործունեությունից կտրված է, ստիպված է ազատությունից զրկված է այս ընթացքում, մեզ տեսնելու հնարավորություն զրկված է, դա մեր համար ամենամեծ խնդիրն է։ Փաստորեն կալանավորված է նաև կին, ով ծանր մեղադրանքով է փաստորեն կալանավորված, պետական գաղտնիքի արտահոսքի մասով, այս մասով եւս խոսակցություններ եղավ նաև քննադատություններ, որ նույնիսկ իր անչափած երեխային տեսակցելու հնարավորություն չունի։ Այս խիստ նաև պայմանները, հա, ինչով է պայմանավորված։ Ոչ մի տեսակցություն, ինչքան գիտեմ, նաև հեռախոսով կապ չունեն իրենք։ Տարբերություն է, նույնիսկ խոսել չեն կարող իրենց, մոր հետ չեն կարող խոսել, հա։ Իսկ սա ընդհանրապես ես կարծում եմ սա վրեժ խնդրություն է։ Ոչ մի կարիք չկա, ենթադրենք նման միջին, եթե ես կարդացել եմ իր փաստաբանի, ճիշտ եմ հասկացել փաստաբանի տրամադրած տվյալները, դա ոնց որ հանցագործություն միջին ծանրության հանցագործություն է, որը չի ենթադրում, որ մարդը կալանավորվի դրա համար։ Նույնիսկ եմ գրում այլ հանցագործություններ Հայաստանում տեղի ունեցող ծանր միջին ծանրության մարդիկ ազատության մեջ կամ կարող է վարչական վերահսկողություն կամ դա էլ չունեն։ Իրենք ազատության մեջ են, բայց ընդդիմադիրները, որոնք ինչ որ չապացուցված դեպքերով, մոնտաժված ձայնագրություններով հայտնվում են բանտում, իրենց դեմ կիրառվում է ամենախիստ հնարավոր ամենախիստ պատիժները։ Ու դա իրոք պատիժ է, ու իսկ կալանավորումը որպես պատիժ օգտագործելը դա խոշտանգման միջոց է։ Փաստացի մենք այսօր ինձ դա ուղղակի հետաքրքիր է, եթե մարդիկ ընդունվում են ենթադրենք համալսարանի իրավագիտության ֆակուլտետին, ինչ են դեռ սովորում։ Իրենք ասենք անցնում են ինչ-որ հիմունքներ իրավագիտության, հա, այդ համարժեքությունը պատժի, կամ ասենք դատաիրավական այդ ամբողջ process-ը ու տեսնում են իրականությունը։ Ինչ հետևություններ են իրենք անում դրանից։ Որ ասենք կա իրավունք ու կա այդ իրավունքի կամայական օգտագործում իշխանության կողմից։ Դե կան մեծ ճնշումներ հավանաբար։
Կան հրահանգներ, օրինակ երբ որ վարչապետը հրահանգում է, որ նրանք պետք է ճաղերի հետևում հայտնվեն, այս դեպքում իգիտությունը ընդունում իրավապահ համակարգը փաստորեն։ Իրավապահ համակարգը իգիտություն է ընդունում, անավանդ դատախազությունը ինչքան տեսա եւ քննչական մարմինը, ու իրենց ամբողջ ուժով աշխատում են այդ ուղղությամբ առանց որևէ, ասենք, իրավունքին, ֆորմալ իրենք հողմանում են իրավունքին, փաստացի իրենք իրավունքը օգտագործում են այնպես, ինչպես իրենց հարմար է։ Ես գիտեմ, որ դատական համակարգում կան դատավորներ, որոնք չեն ուզում, երբեմն ասենք թե փորձում են իրական դատավճիռներ, այսինքն գործել օրենքին համապատասխան, բայց իրենց վրա ճնշումը ահավոր մեծ է։ Դա այդպես էլ կա ու տեսնում ենք, որ երբեմն այդ նույն դատավորներին զրկում են իրենց լիազորություններին, ինչ որ տուժեր են իրենց տալիս, այսինքն կարգապահական տուժեր են ենթարկում, ճնշումը ընդհանուր առմամբ դատական երևի այդ վերջին կետն է մնացել պաշտպանության, մի քիչ դատական համակարգում ու մի քիչ էլ երևի փաստաբանների, ասենք, այդ համայնքը, որը հիմա դարձել է մեր անդիմադերների պաշտպանության, այսպես ասած, մեծ ՀԿ-ն, որը ՀԿ չի իհարկե, բայց փաստացի մեր հույսը որոնք համարձակ կարողանում են խոսել, գործել, բայց նրանք եւս թիրախում են, ինչպես տեսնում ենք։ Իրանք թիրախավորված են, իրենք չեն կարող խոսել իրականում, որովհետեւ իրանք լինելով, այսինքն պաշտպանության մաս, նույնպես, ասենք, նախաքննական գաղտնիք չեն կարող հայտնել, այսինքն իրենք չեն կարող ազատ կարծիք հայտարարել։ Կարող են ինչ որ ասենք փաստացի բաներից։ Գործի վերաբերյալ այո, ազատ չեն կարող խոսել։ Բայց օրինակ չկա այդ միջին հատվածը, այդ քաղաքական հասարակական կազմակերպությունները, որոնք կգային ու կասեին, կբարձրաձայնեին, հա, այս ամբողջ խնդիրների մասին։ Իրենք, որոնք որ կան շատ քիչ են, ու հիմնականում մենք ունենք ընդդիմություն, որը ամեն հնարավոր միջոցներով ճնշված է, ունենք այդ շատ փոքր հասարակական կազմակերպությունների խումբը, որը փորձում է ձայն բարձրացնել, բայց իրական բազա չունի, լսելի չի կամ շատ փոքր է։ Ունենք փաստաբանների համայնք, որ ինչքան կարողանում է աշխատում է, գերց ծանրաբեռնված է, որտեղ մեծ քանակությամբ գործեր ունեն իրենք, ունենք լիքը բանտեր ու լրագրողներ, ճիշտ է, այդքան լրագրողները երևի հա մեր մյուս հույսն է, այսպես ասած, որովհետև լրագրողներն էլ իրենց վրա վերցրել են այդ մեծ բեռը, ալուսաբանելու բոլոր կարևոր կետերում գտնվելու եւ իրենց կարծիքը գոնե այդ միջոցով, ասենք, հասարակությանը հայտնելու։ Հիմա ստեղծված է մի իրավիճակ, որ Փաշինյանը ներկայացնում է այնպես, որ երբ որ դատավորները ոչ իր քիմքին համապատասխան որոշում են կայացնում, ուրեմն նրանք նախնիների դատավորներն են եւ պետք է հեղափոխություն արվի եւ նրանց հեռացվի։ Հիմա այս կարծիքն է եւ այս թեզը նա շարունակական սկսել է կիրառել, թե նախկինում էր խոսում, բայց հիմա ավելի գործնական փուլ է ուզում մտցնել եւ նաեւ հրահանգեց, որ չտեսնեմ նման գործեր, որ տարիներով քննեք, հեղափոխությունը չի մտել դատարաններ, մենք պետք է հեղափոխություն իրականացնենք, մարդիկ այս փողոցում հանդիպում են, ասում են, ձեզ չեն ճանաչում, ինձնից են պահանջում, որ այս մարդիկ ինչու բերդում չեն։ Այսինքն նաեւ հիմա գնալու են դատավորների հետևից։ Եթե հիշում եք, իրենք դեռ որ թվականին սահմանադրական դատարանը շրջափակում, հա, այսինքն դատական համակարգը 18-19 թվականից, արդեն այդ ժամանակից հետո սկսած դատական համակարգը անընդհատ թիրախավորված է, բայց պետք է հիշել, հա, որ ի վերջո դատական վճիռները ստորագրում է դատավորը, այսինքն ինքն է որոշում ընդունում, դա Նիկոլ Փաշինյանը չէ, պատասխանատվության կենտրոնը ինքն է, եթե ինքը սխալ որոշում կայացնի, հետո երբ որ ենթադրենք մեղադրյալ է դիմի եվրոպական մարդու իրավունքների դատարան, հա, կամ նմանալ միջազգային կազմակերպություններ եւ որոշումը կայացվի, ասենք, մեղադրյալի օգտին, մեղավորը լինելու է հենց դատավորը։ Ինքը չի ասել, ինձ ստիպել է, չգիտեմ, Փաշինյանը, որ սխալ որոշում կայացնեմ։ Դրա համար իրենք ամեն դեպքում պետք է այդ ծանրուկշիռ անում են, թե ինչի են իրենք պատրաստ, հա, գնալ։ Դատավորներ կան, որ հիմա ինքնաբացարկներ են հայտարարում, որպեսզի չլինեն այն գործերում, որոնք որ բացահայտ քաղաքական են կամ մասամբ քաղաքական են։ Այսինքն այդ ճնշումների, եթե Նիկոլ Փաշինյանը իրոք այդպիսի բաներ ասել չեմ լսել, բայց եթե այդ արել է, դա ընդհանուր առմամբ դատական համակարգի վրա բացահայտ ճնշում է, ընդհանրապես դրա համար իրենք պետք է դատեն, իրենք պետք է քաղաքական, չգիտեմ, քրեական գործ բացեն դրությամբ։ Դուք խոսեցիք, որ մի քանի խմբեր են ակտիվ խոսում են, նաև նկատելի է, որ այն մարդիկ, ովքեր կալանավորված են, նրանց կանայք են բավականին ակտիվ, եւ Անդրանիկ Թևանյանի կինը տեսանք, որ հայտարարություններով մշտապես հանդես է գալիս, Նարեկ Սամսոնյանի կինն էր, ուղերձներով հանդես գալիս, հիմա դուք եք որոշել, այսինքն ձեր ակտիվությունը նաև խոսելու, հարցազրույցներ տալու պայմանավորված է միայն այս հանգամանքով։
Գիտեք, ես իհարկե շատ կուզեի, որ լիներ անկախ մարմին, որը կզբաղվեր քաղաքապետարներով։ 4 տարի առաջ դրա մասին մտածում եմ, որ պետք է լինի ինչ-որ մարմին, որ եւ օգնի այդ ընտանիքներին, որտեղ ոչ բոլորը կարող են այսպես ասած դուրս գալ խոսել եւ ասենք հաջողություն չունեն եւ չգիտեմ իրենց աշխատանքից են ավելի շատ կախված եւ ընդհանրապես պատրաստ են հանրային հանդես գալու, բայց այդ մարդիկ ընդհանրապես այդ ընտանիքները ունեն մեծ օգնության կարիք եւ կենցաղային հարցերից սկսած վերջացած, ասենք այսպեսի պաշտպանության հետ կապված, իրավական պաշտպանության հետ կապված հարցերից եւ հույսն եմ, որ այդ վերջապես այսօրվա իրողությունից ելնելով այդ նման ինչ-որ մարմին կձևավորվի ու կխոսեն ոչ միայն կանայք այն ժամանակ, երբ իրենց ամուսինները բանտարկված են, բայց նաև ընդհանուր առմամբ կխոսի հասարակությունը, կա հասարակությունը նույնպես իրավապաշտպանները ավելի շատ կխոսեն, հա։ Նույնպես ունենք մի քանի իրավապաշտպան, որոնք խոսում են ակտիվ են, միշտ այդ հարցին անդրադառնում են, բայց իրենց ձայնը էս պայծրությամբ որ չի հերիքում, հա, այդ ընդհանուր այդ ալիքը փոխելու համար։ Հասկանալի է, որ կանայք քաղաքաբանտարկյալների կանայք խոսում են այն ժամանակ, երբ իրենց ամուսինները քաղաքաբանտարկել են։ Պարզաբար ասենք հետո փոխում են, երբ որ դուրս է գալիս ամուսինը բանտից, իր ոնց որ առաջնահերթությունն էլ կարող փոխվի։ Ու ես շատ կուզեի, որ այդ շարունակականությունը ապահովելու համար այդ անկախ մարմինը գոյություն ունենար։ Դա ընդդիմությունը ստեղծել այդ անկախ մարմինը կարծում եք, Ես կարծում եմ, թե ինքը պիտի հասարակական կազմակերպություն լինի, հա, ու լավ կլինի, որ ինքը չֆինանսավորվի ինչ-որ ընդդիմության կողմից, չնայած փաստացիորեն ընդդիմությանն է պետք այդ կազմակերպությունը, բայց ինքը լինի, ասենք, մարդու իրավունքների պաշտպանության ինչ-որ մի օղակ, իրական մարդու իրավունքների պաշտպանության, հա, զբաղվել նաև քաղաքաբանտարկյալների հարցերով։ Որովհետև փաստորեն ստեղծում է իրավիճակ, որ երբեմն որոշ մարդիկ ներգրավելով քաղաքական process-ների մեջ, հետո միայնակ են մնում իրենց խնդիրների հետ, կալանավորվում են, ձերբակալվում են եւ նրանց ընտանիքները ծանր վիճակում են հայտնվում եւ այս խնդիրը կա։ Այդ խնդիրը միանշանակ կա, մանավանդ եթե այդ մարդիկ, չգիտեմ, եթե միջև այդ չեն եղել կայացած ֆինանսապես ապահովված մարդիկ, որոնք կարող են իրենց հարցերը լուծել, այլ ասենք զուտ իրենց քաղաքական հայացքների պատճառով հայտնվում են մի իրավիճակում, որը շատ ծանր բեռ է դառնում իրենց ընտանիքների համար արդյունքում։ Խոսենք պայքարի մասին, որովհետև փաստորեն մի քանի տարի է ինչ փողոցային պայքարներ է ձևավորվում, թվում է թե ինչ որ հաջողությունների կարող են հասնել, բայց մենք տեսնում ենք, որ միանգամից հետո ձախողվում է եւ երկար լռություն է լինում։ Դուք ունեք բացատրություն, ինչու չի հաջողվում ընդդիմությանը հասնել նպատակին։ Գիտեք, ես դրա մասին փորձել եմ ինչ որ մտորումներ անել, որովհետեւ եթե նայենք օրինակ Սրբազան շարժումը, մայիսի 9-ին մենք Հանրապետության հրապարակում ունենք շատ ավելի մեծ զանգված, քան թե եղել է 2018 թվականին։ Այն քայլերթը, որը Բագրատ Սրբազան իր հետ օրը եկավ Երևան, շատ ավելի մեծ էր, շատ ավելի մասսայական էր, քան 18 թվականի այն համատելի քայլերթը։ Այսինքն հարցը ոչ միայն ինքը շարժումն է, այլ նաև այն, որ չկա ընդհանուր նույն միջազգային կազմակերպությունները չեն սատարում դրան, որովհետև իրենց երևի շատ պետք է որ այսօր Փաշինյանը մնա, հա, այնտեղ որտեղ ինքը կա։ Նույն չկա այդ հակակշիռների մեխանիզմը, որը կստիպի իշխանությունը լսել այդ ասենք ընդդիմադիր ժողովրդի ձայնը։ Ի վերջո այս ընտրություններին 500-ից 600,000 մարդ ընդդիմադության ձայնը տվել, հա, դա արդեն շատ մեծ թիվ է մարդկանց։ Բայց դա նույնիսկ դա չի, նա այսօրվա դրությամբ անտեսվում է, որովհետև ինձ թվում է, որովհետև այսօր կա գերնպատակ այսօրվա իշխանության մոտ, որոշակի շատ կտրուկ փոփոխություններ անել Հայաստանի պատմական ուղեցիրում։ Դա եւ հարևանների հետ հարաբերությունների հարցն է, եւ Արցախի հարցն է, եւ ցեղասպանության հարցն է, եւ եկեղեցու հարցն է, եւ մեր սահմանադրության հարցն է։ Այսինքն ու դրա այդ նպատակի մեջ գծված են բոլոր ուժերը։ Հաստատի իրենք ասում բվաբանկ են գնում։ Եվ այս դեպքում ինչ հնարավորություններ ունի ընդդիմությունը պայքարի, եթե այսպիսի մեծ աջակցություն ունի Փաշինյանը։ Դե ընդդիմությունը այլ տարբերակ չունի, քան շարունակել պայքարելը։ Ու տեսնում ենք, որ այս անգամ արդեն ընդդիմության շարքերը ավելի մեծ էին, ու քրարկոները ավելի շատ։ Շարունակել երևի թե պետք է ուղղակի պատրաստ լինել ոչ թե մեկ անգամյա ակցիաներով կամ մեկ անգամյա, չգիտեմ, մի ընտրությամբ ամբողջ հարց ուտել, բայց դա կարող է, չգիտեմ, 5 տարվա, 10 տարվա ծրագիր պետք է լինի։ Եվ այստեղ դերը ոչ միայն ընդդիմությունն է, այլ նաև նոր սերունդների հետ աշխատել, այսինքն երիտասարդների հետ աշխատելը, հակաթեզերը տալ, հա, այն նրան ինչ որ դրվում է այսօրվա իշխանության կողմից, հա, որ լավ ապրենք ու ամեն ինչ լավ կլինի։ Եկեք մեր նպատակը տնենք լավ ապրենք։ Բայց դա չի կարող լինել հայ մարդու նպատակ, որը ապրում է, չգիտեմ, թշնամական
երկրների, ասենք շրջապատում, հա, ինքը պետք է կարողանա, ասենք, իր ինքնությունը պահպանել, այդ ինքնության էլեմենտները հասկանալ, հա, հասկանալ թե ինչու մեր պատմությունն է, ինչ իր պատմական ուղերձից ինքը ինչ պիտի իր մեջ այսօր տանի, որպեսզի չձուլվի։ Ձուլվելը միշտ ամենահեշտ ճանապարհն է, ոնց որ թե մեզ ուզում են տանել հենց այդ ձուլվելու տրամաբանության մեջ, եկեք ձուլվենք, հանգիստ ապրենք ու այդ դեպքում մեզ ոչ մեկ ձեռ չի տա, բայց ասենք, եթե դա է նպատակը, ինչ իմաստ ունի ընդհանրապես ստեղծել այս երկիրը։ Եթե ամենասկզբից ուղղակի պետք է ձուլվեինք, հա։ Դրա համար պետք է ոչ միայն ասենք պահել են այսօրվա անդիմադիր զանգվածը հասարակության վրա կա, այլ նաև նոր սերունդների հետ աշխատել, երիտասարդների հետ աշխատել, որպեսզի իրանք համալրեն այդ շարքերը եւ իրենց նաև նոր գաղափարներով, նոր մտքերով, նոր ուժով կարողանան փոխել իրավիճակը։ Այդ անտարբերությունը փոխել դեպի հայակենտրոն հասարակության ստեղծման։ Դուք կարծում եք 600,000 մարդու քվե ստանալը դա առավելագույնն է ընդդիմության համար։ Չի, ես կարծում եմ, որ եթե վախը զգացում այդքան շատ չլիներ, մանավանդ մարզերում, կարծում եմ շատ ավելի կլիներ։ Ունենք իհարկե անտարբեր, ոչ թե անտարբեր, այլ ասենք հիասթափված երևի ինչ-որ հասարակության մի հատված, որը ընտրություններին չէր մասնակցել, որովհետև ասում էր, որ դե ոչինչ չի փոխվի, ես արդեն քանի անգամ քվեարկել եմ, ոչինչ չի եղել, դա մի հատված։ Երկրորդ հատվածը, որը վախենում է, որը ասենք կախված է մանավանդ մարզային քաղաքներում, իրականում մենք դա զգացել ենք, երբ գնացել ենք ինչ-որ հավաքների, մարդիկ պարզապես թաքնվում էին, գալիս էին հավաքների, բայց թաքնվում էին ծառերի տակ, որպեսզի աշխատակիցները ինչ չնկարեն։ Տեսնեն աշխատանքի շրջանում։ Հա, չազատեն աշխատանքից, եւ Երևանում մարդիկ բավականին անդիմադիր են տրամադրված ու չեն վախենում։ Ու պլյուս ասենք այդքան էլ քաղաքականացված, իրենց աշխատավայրերը քաղաքականացված չեն, իրենք կարողանում են ազատ իրենց կարծիքները արտահայտել, այդ է պետական հատվածում չեն աշխատում մանավանդ, բայց հենց ավելի շատ մարզերում, ու փոքր բնակավայրերում դա շատ մեծ խնդիր է։ Ու եթե իրենք այդ վախը զգացումը չունենային, ես կարծում եմ, որ ավելի մեծ կլիներ։ Եվ մասնակցելով մի քանի բողոքի ակցիաների, մշտապես փողոցային պայքարում լինելով եւ դուք եւ ձեր ամուսինը, այս դեպքում դուք խնդիրները ո՞րն եք տեսնում ընդդիմության, որ իսկապես պետք է փոխվի, որպեսզի հաջողության հասնեն։ Կարծում եմ պետք է մտածել ավելի ժամանակակից մեթոդների մասին եւ թվային հաղորդակցության միջոցները ավելի ժամանակից դարձնել եւ մարդկանց հետ շփումը, այսինքն եթե թվային հարթակում նայենք, դա պետք է լինի ավելի ժամանակակից գործիքների կիրառմամբ, իսկ եթե ոչ թվային, այսինքն մարդկանց հետ հանդիպելու, մարդկանց հետ շփվելու պրակտիկան պիտի ավելի ընդլայնվի։ Այսինքն ընդդիմությունը պիտի ավելի շատ ժամանակ անցկացնի հասարակ մարդկանց հետ շփման մեջ, որպեսզի եւ ընկալելի լինի եւ նաեւ այդ միֆը, որը կա այսօրվա իշխանության մասին, որ ամեն ինչ իրենք են արել, կամ բոլոր ճիշտ պատասխանները իրենք ունեն, որպեսզի այդ միֆը վերանա։ Իրենք կարողանում են տեղեկատվական դաշտում հաղթել փաստորեն ընդդիմությանը։ Փաստացի այսօրվա դրությամբ այս տեղեկատվական դաշտի աշխատանքը բավականին լավ է վարվում ու օգտագործում է նաեւ եւ սև PR եւ ասենք այսինքն իրենք ոչ մի գործիքից չեն խորշում այսօրվա դրությամբ, դա շատ ցավալի է, որովհետեւ մենք մեզնից շատերը սկսել ենք հակականության մեջ ներգրավել, դրանից առաջ նման նպատակներ չունենալով, մենք բոլորս հասարակ մարդիկ ենք, լավ դաստիարակված, հա, որոնք չեն կարող դուրս գալ ու ինչ-որ վատ բառեր օգտագործել իրենց, ասենք, դիմախոսների մասին, իսկ այս մյուս կողմը կարող է։ Ու այդ երևի հաղթահարելը, հա, այդ բանի մասանց սեփիարի, հա, անգամ այդպեսի քայլերի ընդդիմությունը ծանր հետևանքներ ունեն իր համար։ Օրինակ Գագիկ Ծառուկյանն ասաց կգային առյուծի հետ կապրի Ծառուկյան Փաշինյանը եւ մենք տեսանք ինչ եղավ։ Հա, բայց ինքը նույնիսկ չէր ասել, ինքը ասել էր եթե չապացուցեք, որ ես, հա, լրտեսեմ այս ժամանակ, նույնիսկ այդ դեպքում մենք տեսանք ինչ եղավ։ Այսինքն դա թույլատրելի չէ ընդդիմությանը փաստորեն։ Ընդդիմությունը երբ որ նման, այսպես մարտահրավերներ են նետում, հա, դա հասկանալի է, որ դիմացի կողմ պետք է պատասխանի դրան ու այդ մարտահրավերների ոնց որ ինձ փոխանակում ա գնում, ես այստեղ կարծում եմ ուղղակի որպեսզի ցույց տա, իշխանությունը պետք է ցույց տա, որ ուժը իր կողմում է, հայերին այդպեսի մարտահրավեր նետելուց ինքը պետք է ինչ-որ պատասխան ունենա դրա փաստացի դրա արդյունքում։ Ու պարզ է, որ մենք տեսնում ենք 70 տարեկան մարդուն, որ ձերբակալուց գետնին են գցում, փորձում են ձեռնաշխատը հատնել, որը ոչ մի կերպ իրենց չի դիմադրում։ Ուղղակի կանգնած սպասում են, իրենք հաջորդ գործողությունների գալիս են ինչ-որ երիտասարդ տղամարդիկ, հսկա, ասենք թե չափերի ու փորձում են ցույց տալ, իրենք ավելի ուժեղ են, քան ասենք այդ տարիքով մարդը, դա ուղղակի իսկ բոլորի համար ծաղրել է արդեն։ Դուք ասում եք ընդդիմությունը ոչինչ չունի անելու, բացի պայքարելուց, այսինքն հետ քայլի ճանապարհ չունի։ Դուք կարծում եք այս ճնշումները չեն ազդի նրանց որոշումների վրա եւ արդյոք կհաջողվի Փաշինյանին իսկապես չեզոքացնել ընդդիմադիր դաշտը, որովհետեւ նա չի ասում ընդդիմադիր մի քանի հոգու, այլ դաշտը ընդհանուր։
Ընդդիմադիր դաշտը դա, ասենք, մարդկա շատ մեծ խումբ է։ Ընդդիմադիր դաշտը չի վերջանում, ասենք, ընդդիմադիր գործիչներով, այնտեղ կնույս դրանից հետո գալիս է հաջորդ, ասենք, խումբը մարդկանց, որոնք Հայաստանի քաղաքացիներ, որոնք ընդդիմադիր հայացքներն են, իսկ իրենց հետ ինչ պետք է անեն։ Իրանցից նոր լիդերներ կծնվեն, նոր խմբեր կձևավորվեն, որ իրենք նույնպես Բայց իրենք կարող են ինքնակազմակերպվել։ Մնացած բոլորը ինքնակազմակերպվում են, չէ՞, կարծում եմ, հա։ Նու եթե նայենք օրինակ նույն ուժեղ Հայաստան քաղաքական ուժը ինքը ձևավորվել է մի տարուց քիչ ժամանակաշրջանում, հա։ Սկսվել է Սամվել Կարապետյանի հետ դեմ մեղադրանքով, հա, քրեական գործով, հետո դրանից ստեղծվել է քաղաքական ուժ։ Փաստացի կես տարում այդ քաղաքական ուժը ձևավորվեց եւ գնաց ընտրությունների։ Նման նոր խաղացողներ միշտ կարող են ձևավորել։ Պարզ է, որ այսինքն դա ռեսուրսների հարց է, դա հնարավորությունների հարց է։ Այո, ռեսուրսների հարց եւս կա։ Եվ դա կարևոր հանգամանք է քաղաքականություն մտնելու համար։ Թե չէ։ Դա կարևոր հանգամանք է, որովհետև այդ, ասենք, կառույց ունենալու համար դա պետք է մարդկանց աշխատավարձ վճարես, որպեսզի այդ, չգիտեմ, տարածքային կառույցներ ձևավորվեն, որպեսզի ինչ-որ հանձնախմբեր ներսում աշխատեն, որպեսզի նույն հանրային, ասենք, հաղորդակցության թիմերը աշխատեն, որոնք բոլորը փաստացի աշխատակիցներ են, հա, իրենք պետք է ինչ-որ գումար ստանան։ Եթե դու ուզում ես պաստառներ ունենալ քաղաքում, այսինքն ցանկացած աշխատանք, ինքը ցանկացած աշխատող թիմ պետք է ինչ-որ բյուջե ունենա, այդ բյուջեն պետք է ունենա իր աղբյուրները, բայց եւ դա է պատճառը, որ ասում պետք է ունեզրկեմ նրանց, այսինքն նաեւ նրանց ֆինանսական, որտեղ բոլորը գալիս են, մտածում է, որ հետևանքները կլինեն գոհացնող իր համար։ Իրենք բոլորը գալիս են տնտեսական ոլորտից, հա, բիզնեսի ոլորտից, եւ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը, եւ այդ իրենց, հա, ասենք, ինքը սպառնում է իրենց, ասենք, հիմքին, իրենց այսպես ուժի հիմքին, որը իր պատկերացմամբ դա ֆինանսներն են, որ պետք է դրանց հետևից գնան։ Բայց ասենք, ինչքան կարող ես բոլորից խլես, նրանց նստացրեցիր, այս մյուսների փողերը խլեցիր, այս ամբողջ, ասենք, մարդկանցից, ասենք, դու պահում ես ինչ որ վախի մթնոլորտում, բայց միջև երբ ինչքան կարաս սպայ, ասենք բոլորը բանտեր պիտի ուղարկես կամ չգիտեմ համակենտրոնացման ճամբար ստեղծես, հա, անդիմադիրների համար, թող գնան իրենց համայն տեղափոխեն, բոլորս տեղափոխվեն, գոնե մի համայնքում կլինենք, հա։ Բռնաճնշումը չի կարա լինի անվերջ, ու ասենք անդադ այդ լարված վիճակում դու պահես բոլորին ու այդ քանակության մարդուն։ Ինքը կամ պայթում է, կամ դի ինքը տեղին տա, այսինքն փաշտեն պետք է ինչ-որ հետ քայլեր կատարի։ Ինքը չի կարա այս ամբողջ դաշտը, այս այսչեն լարված, ու այս այսչեն, ասենք, ճնշված վիճակում բայ։ Նույն իրավապահ համակարգը չէ, պետք է զբաղվի այդ բոլոր քրեական գործերով։ Ասենք քննիչները բոլորը ծանրաբեռնված ոչ թե պետք է հանցագործություններով զբաղվեն, ինչպես տեսնում ենք հիմա, զբաղվեն, ասենք, նույն քաղաքական գործիչների վրա գործեր կարելով։ Դատախազությունը պետք է զբաղվի դատական, ասենք, թե բաներով դատերում այդ դատական գործերով ընդդիմադիրների փոխանակ զբաղվի իրական հանցագործներով։ Բանտերը լցված են, որտեղ այդ բոլոր եւ իրական հանցագործները եւ քաղաքական, ասենք, կալանավորները սպասում են իրենց դատական դատավարությանը։ Նույն դատավորները գերծանրաբեռնված են, իրենք չեն կարողանում ենթադրենք նույն կալանքի, ասենք, չգիտեմ, ինչ որ մեկի գործով տարին մի քանի գործից ավել, իսկ այդ մարդը նստած է կալանավայրում, սպասում է մինչև իր որոշում կայացվի։ Միգուցե ինքը արդարացվի վերջում, բայց ինքը չի կարողանում ոչ մի բանի վրա ասել, դեռ դատավորը գերց զբաղված է։ Ինքը մի քանի ամիսը մեկ, ասենք, նոր կարողանում է ինչ-որ դատական նիստ նշանակի։ Ու եթե այդ հանկարծ այդ նիստին ինչ-որ մի վկա չեկավ, նիստը ուղղակի կտեղափոխվի եւս 2-3 ամիս ավելի ուշ։ Այսինքն այդ ամբողջ համակարգի վրա ճնշումը, բռնաճնշումները իրականացնելու դա անվերջ չէ, հա, ինչքան կարող ես դու չես կարող ամբողջ երկիրը դարձնել ոստիկաններ, քննիչներ ու դատախազներ, որպեսզի կարողանաս անվտանգության, ասենք, քո զանգվածին պահես վերահսկողության տակ անդադ։ Դա ինչ որ տեղս կպայթի, ինչ որ պայթես դուրս կգա։ Կամ այդ քննիչները դուրս գան կուրսից, կասեն ինչ եմ ուզում դրանից սպառ։ Մենք հիմա փաստաբանք պետք մենք տարիներով լսում ենք այդ կպայթի եզրույթը եւ չենք տեսնում պայթում համակարգը, հակառակը։ Բայց երբեք այսպես չի եղել։ Այս կառավարել այդ համակարգին։ Այս քանակությամբ չի եղել։ Ինձ թվում է սա մենք ինչ որ բացառիկ արդեն իրավիճակ ենք հասել։ Այս որպեսի մասսայական, որպեսի բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին մասսայականացնենք եւ ոչ միայն իրենց նկատմամբ քրեական գործը, բայց նաեւ կալանավորեն։ Այսքան մարդու, ասենք, ձերբակալեն, տարեն կալանքի տակ պահեն, այսքան քրեական գործ միաժամանակ բացված լինի, ու դա նաև հակազդեցություն է, չէ՞, ստեղծում, դե փաստաբաններ են, միջազգային կառույցների դիմումներ են, նույն, ասենք, չգիտեմ, Եվրոպական պարլամենտում ինչ որ արդեն մարդիկ նամակներ են գրում, դիմումներ են գրում, Մարկից մենք տեսանք պատասխանը, որ փաստորեն Հա, հիմա մակից պատասխանը կա, հա, որ արդեն այդ պատասխանը շատ դանդաղ, բայց սկսում են գալ, այսինքն գալիս են նաև այդ ազդանշանները, որ ինչ որ տեղի ունենում, ինքը արդեն ընդունելի չի։ Արդեն ինչ որ սահման է վրանցնում, պարզ է, որ հա, ասենք, թե այդ ճնշման նպատակը գործողություններ իրականացնում Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց ինձ թվում է դա արդեն հակառակ էֆեկտ ունեն։
ին նկատմամբ ճնշում մեծանում։ Հիմա այդ նույն լավատեսություն ունեք Ավետիք Չալաբյանի գործի հետ կապված։ Ես լավատեսություն բառը այդքան չեմ սիրում եւ մենք մեր գործողությունները անում ենք, մենք հույս ունենք, որ արդյունքները Երևան եւ դատական որոշումներում եւ դրսի մեր հանդիպումները նույնպես օգուտ կտան, այսինքն մենք հիմա խոսում ենք Եվրոպարլամենտի մի շարք պատգամավորների հետ, որոնք իրենց հարցումներն են ուղարկում, հարցում են ասում են իրենց եւ Եվրոխորհրդանին եւ Եվրոմիության հարցում, իսկ Եվրոպարլամենտը դուք հետաքրքրվում եք այս քաղաքական գործերով, ինչ ընթացքի մեջ եք տեսնում եք ինչա կատարում Հայաստանում։ Եվ հույս ունենք, որ այդ ճնշումները գոնե ինչ որ արդարության իրավական, ասենք թե process-ի նմանություն կլինի, այլ ոչ թե կլինի լրիվ ձևական, եկեք 2 ամիս պահենք, հետո կտեսնենք ինչ կլինի իրավիճակը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կինը տնտեսագետ Անահիտ Ադամյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։